Դուք դիտում եք հրապարակումը, բարև ձեզ, թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ 30 կիլոմետր նորակառույց ճանապարհ Կոտայքում պետբյուջեով այս տարի կավարտվեն նաև նախորդ տարեվերջից մեկնարկային աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրերը ակտիվ փուլում, մարզերում լուծվում են փոքր ու մեծ խնդիրներ։ Գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի աջակցության ծրագրի սահմանաչափը կրկնապատկվել է, փոփոխության նպատակների մասին հարցազրույց տաղավարում։ Եվ բարձրարժեք Արատ Մեղր հայկական նեկտարից կառավարությունը աջակցում է նոր փեթակներ գնողներին։ Կոտայքի մարզում այս տարի միայն պետական բյուջեով մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված։ Որոշ հասցեներում գործն արդեն մեկնարկել են, որոշ տեղերում էլ շինտեխնիկան աշխատանքը կսկսի շուտով։ Այս շրջանում լայնորեն կիրառվում է հիմքի պատրաստման սառը տեխնոլոգիան, այսինքն հողային շերտին խառնում են ցեմենտ, այդպիսով ապահովելով ամրություն։ Հանրության մեջ տարածված թյուր կարծիք կա, թե երբեմն շինարարությունը ձգձգվում է, ասֆալտապատումը հետաձգվում։ Սա ոչ թե աշխատանքների դանդաղ կոտությունն է, այլ որակի արդյունավետության պահանջ։ Տղերքը շատ լավ աշխատում են, անուն չի կարելի դնել։ Գեղադիրում ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկին ոչ միայն գյուղի բնակիչներն էին սպասում, Գառնի Գեղարդ գնացող եկողներն էլ պակաս ոգևորված չեն։ Ամեն օր գալի նայում եմ, շատ լավ գործ են անում, ակուրատնի։ Որտեղ կարիքը կա հենապատ են կառուցում, որոշ հատվածներում արդեն սկսել են հիմնային աշխատանքները։ Այստեղ ճանապարհը վերջին անգամ 2009-ին էր նորոգվել։ Այն ժամանակ արված աշխատանքի թերություններն այսօր շինարարներին բարդ խնդրի առաջ են կանգնեցրել։ Գազի տրուբից սկսած կոյուղուց դուրս եկած ամբողջ եղել ասֆալտի վրա։ Ասֆալտից 5 սանտի խորության վրա։ Գյուղի բնակիչներն էլ հետ չեն մնացել, ջրի խողովակներ են անցկացրել, ոնց կարողացել են։ Նոր բացահայտված խնդիրները դժվարություններ ստեղծել են, բայց նախատեսված վերջնարդյունքին հասնելուն խոչընդոտ չեն։ Հատվածներ ունեն երկլանջա, որը որ չի ունեցել այս ճանապարհը։ Գռաժներ ալինելու նոր թեկություններ, ջրահեռացման նոր համակարգեր։ Ջրահեռացում։ Չէ, բացարձակ ոչ մի տեսակի բան չկա այս ճանապարհի վրա։ Ինչ էլ եղել է, լրիվ փակ է, բացարձակ չի գործում։ Հիմքը կառուցում են սառը վերամշակմամբ ցեմենտի խառնուրդով, թեև փորձում են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ տուրիստական սեզոնի մեկնարկին գործն ավարտեն, բայց նաև խուսափում են վնասող շտապողականությունից։ Թյուր կարծիք է ստեղծվել մեր հասարակության մոտ, որ ճանապարհը քանդում ենք, օրերով քանդած թողնում ենք, նման տեխնոլոգիայով աշխատանքներ իրականացնելու դեպքում նվազագույնը 7 օր հետո նոր թույլատրվում է ասֆալտբետոնե շերտ տեղադրել։ 2025-ին Կոտայքում մոտ 30 կիլոմետր պետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքներ են նախատեսված։ Մի քանի ծրագրեր սկսել էին դեռ անցած տարեվերջին, այս տարի կավարտեն բոլորն էլ։ Այս պահին ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում 3 ճանապարհահատվածում, հաջորդ շաբաթ կմեկնարկի նաև Բեժնի Ամրոց գնացող շուրջ կես կիլոմետրանոց ճանապարհի նորոգման աշխատանքները։ Շարունակվում են Բագրևանդի փողոցում շինարարաշխատանքները, մոտ 3 կիլոմետրանոց հատվածում գործը ամփոփման փուլում է, հիմա շինտեխնիկան կենտրոնացված է վերջին 2 կիլոմետրի վրա։ Այստեղ էլ աչուձախ, անկանոն փորված, անցկացված ենթակառուցվածքները խնդիրներն ավելացրել են, անհրաժեշտ են նախագծային փոփոխություններ։ Էլեկտրասյուներ են տեղադրված, գազի գծեր են կառուցված, ամեն ինչը հաշվի առնելով տեղանքին համապատասխան լուծումներ ենք տալիս, որպեսզի հնարավորինս անվտանգ եւ բարելաված ճանապարհատված ստանանք։ Շուտով կհայտարարվի եւս 2 ծրագրի մրցույթ, որոնց վերաբերյալ ամենից շատ ահազանգներն են ստացվել ճանապարհային դեպարտամենտում։ Կհիմնանորոգվեն նաեւ վերին պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան, Քանաքեռավանից էլ Երևան, Կորեայի ձոր կոչվող հատվածները։ Մեր հաջորդ ռեպորտաժն էլի Կոտայքից է։ Մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը։ Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ Ահաջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն։ Ջրվեժ համայնքում երբևէ ուսումնամշակութային կենտրոն չի եղել, սա առաջինն է։ 2023-ի սուբվենցիոն ծրագրով են սկսել շինարարությունը, ավարտին են մոտենում։ 10,000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար կծառայի եւ որպես երաժշտական դպրոց եւ կերպարվեստի տարբեր խմբակներ կգործեն։ Դպրոցին կից կենտրոնում նախատեսում են նաեւ միջոցառումների դահլիճ ունենալ, այստեղ նաեւ դպրոցական ճաշարան է կգործի։
Ծրագիրն իրենց ներկայացնում էր մոտ 800 միլիոն դրամի ներդրում, 65% համայնքը, 35% կառավարության միջոցներով եւ ներկայումս ընթանում է նաեւ 2024 թվականին հաստատած սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատման աշխատանքները համայնքի տարբեր բնակավայրերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտավորապես 106 միլիոն դրամ էր, կրկին 35-65 համամասնությամբ։ Համայնքի ջրվեժ բնակավայրում բազմաթիվ փողոցներ ասֆալտապատվում են առաջին անգամ, նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Ձորախբյուր եւ Զովք բնակավայրերում, առաջնահերթ ընտրվել են առավել բանուկ կենտրոնական փողոցները։ Հենց ասֆալտապատվող հատվածներին հարակից նկատելի է ուղղակիորեն անձն աչքով, որ կառուցվում են նոր շինություններ, կակտիվանացնին կյանքը եւ այդ ճանապարհները, որ ասֆալտապատվում են, հիմնականում փոխկապակցվում են նաեւ գործող մանկապարտեզի հետ, որը եւս սուբվենցիոն ծրագրի շրջանակներում է կառուցվել։ Համայնքային փողոցների նորոգման աշխատանքներ են նախատեսում նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով, կրկնապատիկ բյուջեով։ Աբովյան համայնքում էլ վերակառուցում են Աբովյան քաղաքի ամենամեծ մանկապարտեզներից մեկը։ 300 երեխայի համար է նախատեսված, շենքը կառուցվել է 1970-ականներին եւ վտանգավոր էր հետագա շահագործման համար։ Հենասյուներից սկսած կամրակայվի կկառուցվի ամուր, անվտանգ, բոլոր պայմաններով հագեցած մանկապարտեզ, ավարտին նաև նոր գույք կտեղադրեն։ Նախահաշվային արժեքը մանկապարտեզի կազմում է մոտ 833 միլիոն դրամ, աշխատանքները նախատեսած է ավարտել 510 օրում, ներկա պահին բոլոր քանդման աշխատանքները մանկապարտեզի կատարված են, նաև սյուների ուժեղացման աշխատանքներն են ընթանում եւ տանիքի կառուցման աշխատանքները։ Աբովյան համայնքում այս տարի նաև ջրահեռացման եւ կոյուղու կառուցման աշխատանքներ են նախատեսում իրականացնել, իսկ Բյուրեղավանում ավարտին է մոտենում սուբվենցիոն ծրագրով կառուցվող մարզադպրոցի շինարարությունը։ 1989-ից ավագ դպրոցի կիսանկուղային հարկում է գործում մանկապատանեկան մարզադպրոցը, շուտով նոր ու ժամանակակից շենքում կմարզվեն։ Այստեղ արդեն հասել են շենքի երեսպատման, ներքին հարդարման, կաթսայատան կառուցման աշխատանքներին։ Շատ կարևոր էր համայնքում սպորտը զարգացնելու համար կառուցել այս մարզադպրոցը եւ ամբողջական գույքի տարածքի բարեկարգման հարցերը բոլորը ներառված են։ Նախագծի արժեքը այս պահին 636 միլիոն դրամ է։ Հին մարզադպրոցում մոտ 400 պատանի է մարզվում, նախատեսում են, որ նոր ու անհրաժեշտ գույքով հագեցած դպրոցում պատանիների թիվը կավելանա։ Կգործեն տարբեր մարզաձևեր՝ բռնցքամարտ, ծանրամարտ, տմշամարտ, ֆուտբոլ, գեղարվեստական մարմնամարզություն, շախմատի խմբակներ։ Գյուղոլորտի պետաջակցության ծրագրերում ելի փոփոխություններ կան, կառավարությունը ավելացրել է գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման լիզինգի սահմանաչափը, թեման քննարկելու ենք տաղավարում, այստեղ է նախարար Պապոյանը։ Պարոն Պապոյան, նախկին 250-ի փոխարեն փաստորեն այլևս 500 միլիոն դրամ ծավալով հնարավոր են ֆերմերները դիմեն ու ստանան համապատասխան աջակցությունը։ Այսինքն կա պահանջ։ Այո, եւ սա դրական փոփոխություն է, որովհետեւ մենք ունենք բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ, որտեղ նաև մեծ քանակով մարդիկ են աշխատում, բացի գործարարից, ով մշակում է օրինակ հարյուրավոր հեկտարներով հողեր կամ հարյուրավոր կամ հազարավոր գլուխ անասուններ ունի, այդ մարդը նաև բարիք է ստեղծում, այդ թվում նաև աշխատատեղեր է ստեղծում եւ ֆերմերներ ունենք մի շարք, որոնք որ ըստ էության սահմանաչափը իրենց լրացրել է, այսինքն 250 միլիոն դրամից ավել գյուղտեխնիկա արդեն իսկ իրենք ձեռք են բերել, բայց նոր գյուղտեխնիկայի, նոր տրակտորի, նոր շարքացանի, նոր կոմբայնի կարիք իրենք ունեն եւ կառավարությունը սահմանաչափ ավելացրեց մինչեւ 500 միլիոն դրամ։ Խոսքը ոչ թե մեկ տեխնիկա, այլ ընդհանուր հանրագումարային։ Այո, ընդհանուր հանրագումարի մասին է, որովհետեւ մենք ունենք 6.4 միլիոն դրամանոց տրակտոր եւ ունենք օրինակ 40 միլիոն դրամանոց տրակտոր կամ կոմբայն, այսինքն տեխնիկայի արժեքները շատ տարբեր են իրենց ֆունկցիաներից կախված, եւ մենք հնարավորություն ենք տալիս մեր ֆերմերային տնտեսություններին, որովհետեւ իրական 250 միլիոնի շեմը պարզ է, որ հաղթահարում է դա իրական ֆերմերային տնտեսությունով հարյուրավոր հեկտարներով հողեր է մշակում, որը հազարավոր գլուխ անասուններ է ուրեմն պահում, կաթ է ստանում մեծ քանակությամբ եւ այլն, եւ այսպես շարունակ։ Եվ բնականաբար իրենց արտադրողականության շարունակական բարձրացման, իրենց բիզնես ծրագրերի հաջողության շարունակական ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման, նոր հողերի մշակման, անասնագլխականակի ել ավելի ավելացման, կաթի արտադրության ծավալների ել ավելի ավելացման եւ այլ գործողություններ իրականացնելու համար մեր տնտեսվարողներին, մեր ֆերմերներին պետք է նոր տեխնիկա։ Եվ իրենք այդ տեխնիկան արդեն 250 միլիոն դրամ սահմանաչափի
պարագայում ավելի թանկ գնով են ձեռք բերում, որովհետև ցավոք սրտի այնպես է իրավիճակը, ինչքան տեխնիկայի գինն է, մի այդքան էլ պետք է այդ ընթացքում վարկի տոկոս վճարեն տնտեսվարողները եւ մեր այս աջակցության ծրագրով ըստ էության այդ բեռը ամբողջությամբ պետությունը վերցնում է իր վրա։ Դե հաճախ այդպիսի ձևակերպումներ են լինում, որ կառավարությունը հարուստների համար ծրագրեր է մշակում, իրականացնում, ինչ ակնկալիքներ ունեք, այսպես ասած, հետգնման հնարավորությունը այս ծրագրերից եւ կառավարության ներդրումից որոնք են։ Տեսեք, ովքեր են հարուստի։ Եթե դա մարդ է, ով օրինակ ձեր նշած այս պարագայում դա ֆերմերներ, ով հարյուրավոր գլուխ անասուններ ունի կամ մի քանի տասնյակ հեկտար հող է մշակում, եկեք այդ մարդկանց անվանենք ֆերմեր, եկեք այդ մարդկանց անվանենք մարդիկ, որոնք որ բարիք են ստեղծում, որովհետև այլ հավասար պայմաններում ինչ կլներ, եթե օրինակ այդ մարդը 50 հեկտար հողը չմշակեր։ Մենք կունենայինք 50 հեկտար չմշակվող հող, որը կդեգրադացվեր մեր ազգային արժեքը, մեր ազգային հարստությունը։ Կամ ինչ կլիներ, եթե այդ ֆերմերը օրինակ 300 գլուխ կամ 500 գլուխ կամ 100 գլուխ անասուն չպահեր։ Կգնայինք ուրիշ երկրից կներմուծեինք ավելի շատ կաթ։ Մի քանի տասնյակ աշխատատեղ երկրում չէր լինի։ Հարկերը ավելի պակաս կվճարվեին, հետեւաբար մենք թոշակ պաշտպանության, կրթության, առողջապահության ծախսեր ավելի քիչ կարողանանք անել։ Դրանից որևէ մեկը որևէ օգուտ կունենայինք, ոչ, հետեւաբար կառավարությունը եկեք չձևակերպենք այնպես, թե սա հարուստների համար է։ Կառավարությունը աջակցում է բոլոր աշխատող մարդկանց եւ այս պարագայում էլ, որովհետեւ երբ որ ես ասում եմ, որ Հայաստանում գոյություն ունի 6.4 միլիոն դրամանոց տրակտոր, դա նշանակում է 6.4 միլիոն դրամանոց տրակտորը, չեմ կարծում, որ դա միայն հարուստ մարդկանց համար է նախատեսված։ Ընդ որում, երբ որ կանխավճարը ընդամենը 20% է, այսինքն 1.280.000 դրամ պետքա վճարել, գնալ տրակտորը վերցնել, եւ այդ տրակտորի համար, եթե դու սահմանամերձ գյուղերում ես ապրում, պետությունը բոլոր տոկոսները վճարում է։ Դե եկեք ընդհանուր լիզինգի մասին խոսենք, պայմանների բոլոր տոկոսները վճարում է։ Եթե դու սահմանամերձում չես ապրում, կառավարությունը ասում է 12%-ային կետը ես եմ վճարում, դու վճարում ես 2%-ային կետը, որովհետև այնտեղ պետք է 14%-ային կետով իրեն տրամադրվի։ Այսինքն ստացվում է այնպես, որ կա 6.4 միլիոն դրամանոց տրակտոր, որը կարելի է գնել, միանգամից դնել շրջանառության մեջ, քո հողը մշակել, հարևանների հողը փողով մշակել, փող աշխատել եւ այդ փողի մի փոքր մասով էլ տրակտորի, այսպես ասած, փակովի տարբերակով տրակտորի փողը վճարել, որտեղ տոկոսները քո տեղը պետությունը վճարում է։ Այսինքն սա բոլորի համար է եւ ֆինանսապես բավականին կայացած ֆերմերների համար է լավ առաջարկ եւ իհարկե ֆինանսական խնդիրներ ունեցող մարդկանց համար է լավ առաջարկ, որովհետեւ եկեք համաձայնվենք տրակտոր ունենալու համար 1.200.000 դրամը շատ լավ առաջարկ է։ Ընդհանուր պորտֆելը որքան է կազմում, ինչքանով է ընդունված ու պահանջված գործիքը լիզինգի։ Ընդհանուր պորտֆելը ապրիլի 1-ի դրությամբ մոտ 19.6 միլիարդ դրամ է, որից 3.6 միլիարդ դրամի արդեն ավելի քան մենք տոկոսադրույք ենք քաղաքացիների համար վճարել, այսինքն այս ընթացքում 10 միլիոն դոլարի պետությունը արդեն տոկոս է վճարել մեր քաղաքացիների համար, մեր գյուղացիների համար, մեր ֆերմերների համար։ Իսկ պորտֆելը, այո, արդեն 50 միլիոն դոլարի հասնող պորտֆել է ըստ էության, եւ դա նշանակում է, որ շատ մեծ պահանջարկ ունի։ Եկեք հիշենք ինչ էր կատարվում մեր տնտեսության հետ մինչև այս ծրագիրը։ Մինչև այս ծրագիրը մենք ունեինք մի քանի խորհրդային ժամանակների ժառանգած հին բելարուսներն էին եւ խորհրդային արտադրության տրակտորները։ Բացառություն էին կազմում մի քանի ֆերմերային տնտեսություններ, որոնք իրենց կարող էին այս ընթացքում, այս տարիների ընթացքում թույլ տալ մի քանի տասնյակ կամ լավ, մի քանի 100 գյուղտեխնիկա ներմուծել։ Արտադրողականությունը բարձրանում է նաեւ։ Իհարկե, այս ծրագրով արդեն մոտ 4500 գյուղտեխնիկա է երկիր մտել։ Մենք խորհրդային 70-ականների, 80-ականների արտադրության գյուղտեխնիկան փոխարինվում է գերմանական, ամերիկյան, կանադական եւ այլ երկրների, չինական եւ այլ երկրների գյուղտեխնիկայով։ Սա էական սա շատ կարևոր նշանակություն ունի։ Մենք հանրապետությունում գյուղեր ունեինք եւ դեռևս ցավոք ունենք դեպքեր, երբ որ մարդիկ հողը չեն մշակում կամ հիմա էլ կարողա դեռ չենք հասել այդ կետին, չեն մշակում, որովհետեւ չկա վար անող տրակտոր, չկա շարքացան, չկա հողը հարթեցնող տրակտոր սարքավորում, կամ մենք կորուստ ենք ունենում, որովհետև մեր կոմբայնը, ասենք 70-ականների, 80-ականների նիվա կոմբայնը, որը
Բերքն էլ մի բան չի, բերքի կեսն էլ թողում է դաշտում։ Սա արդյունավետության վրա ազդում է, իհարկե ազդում է։ 500-ի սահմանաչափին վերադառնալով ըստ էության սա միայն գյուղատնտեսական սարքավորումներին է վերաբերում, որտեղ լիզինգով շատ տարբեր ծրագրեր կարելի է։ Սա կոչվում է գյուղտեխնիկայի լիզինգ, միայն գյուղատնտեսական սարքավորումներ, ընդ որում տարեկան մենք պետք է 500 գյուղտեխնիկա տարեկան լիզինգով տալ։ Անցած տարի համարյա կրկնապատկել ենք 900-ից ավել ենք ունեցել 500-ի փոխարեն, կարծեմ 926-ը։ Այս տարի ապրիլի էլի 500 է, ապրիլի 1-ի դրությամբ, այսինքն հունվար, փետրվար, մարտ 3 ամսում պլանի 55%-ը արել ենք 3 ամսում, այսինքն 261 տեխնիկա տրամադրել ենք։ Ես կարծում եմ մինչև հունիսի վերջ տարեկան պլանը կկատարենք այդ 500-ի։ Իսկ եթե ավելի լինի պահանջը շատ ավելի լավ, նշանակի պլանը գերակատարել ենք, կրկնապատկել ենք, եռապատկել ենք, իհարկե այդ պլանի գերակատարումը մի քիչ վատ ասոցիացիաներ կարող է առաջացնել տանել մեզ դեպի խորհրդային անցյալ, բայց այս դեպքում շատ հաշվելի է այդ գերակատարումը, այսինքն դա ոչ թե թղթի վրա գրած գերակատարումը, այլ շատ կոնկրետ է, այդ հատ առ հատ կարող ենք ասել։ Այս կոմբայնը, այս գյուղում է, այս տրակտորը, այստեղ է, այս շարքածանը, այստեղ է, այս ուրեմն հարթեցնող սարքն էլ այս գյուղում է։ Շնորհակալ եմ, պարոն Պապայան։ Ես եմ շնորհակալ։ Տաղավարում էր էկոնոմիկայի նախարարը, քննարկում էին կառավարության աջակցության հերթական ծրագիրը։ Շարունակենք գյուղ ոլորտի թեման։ Հայաստանում մեղվաբուծության զարգացումը ևս կառավարության առաջնահերթություններից է։ Անցած տարվանից մեկնարկել է ծրագիր աջակցության, որով փոխհատուցում են նոր ներդրումները։ Պետությունը պատրաստ է մինչև 40,000 դրամ տալ յուրաքանչյուր նոր գնված մեղվափեթակի ու առողջ ժրաջան մեղվաընտանիքի համար։ Հայաստանում տարեկան մինչև 4,000 տոննա մեղր է արտադրվում։ Աջակցության այս ծրագրով մեղվաբույծները կարող են ավելի շատ ու ավելի բարձրարժեք մեղր ստանալ, մեծացնել արտահանման ծավալները։ Լեզվաբան Մարիամի ու մեղուների սիրոպատվությունը սկսվեց մոտ 6 տարի առաջ Քովիդի օրերին ու ժամանակի հետ ավելի քաղցրանում է։ Հələ մի հատ ասեք ձակուկներ, կարոտել եք ինձ։ Մեղվաբուծությամբ զբաղվել են նաև ծնողները, բայց մի քանի փեթակ են ունեցել ժրաջանների ամբարած քաղցր բարիքներ, տանեցիներով հարազատներով շուրջ տարին վայելել։ Պոլիգլոտ Մարիամը, ինչպես ինքն է ասում, երբ հասկացավ նաև մեղուների լեզուն, ընտանեկան սիրողական գործն իր ձեռքը վերցրեց, տնտեսությունը քայլ-քայլ ընդլայնեց, ապրանքն էլ բրենդավորեց։ Իմ մեղր, որ համտեսողը հենց իրենը համարի։ Այս փոքրիկ հրաշքները դարձել են իմ կյանքի իմաստը։ Ախր որ նայեք իրենք ոնց են աշխատում, առանց տրտնջալու, առավոտից մինչ ուշ երեկո, առանց ընդմիջում խնդրելու, վերջում պարզապես աշխատանքի արդյունքն ենք տեսնում։ Մեղուների աշխատանքը սկսվում է Գարնան հետ Արարատյան դաշտում, հետո շարունակում ավելի բարձրադիր գոտիներում Ձորախբյուր, Հրազդան, Դիլիջան, Երթուղու վերջին հանգրվանը Վարդենիսի սարերն են, որտեղ էլ կատարվում է մեղրաքամը։ Ոսկեգույն բարիք ստեղծող կովկասյան գորշ տեսակի աշխատավորները մեկ մեղվափեթակում 12-ից մինչև 15 կիլոգրամ մեղր են ամբարում։ Պահանջարկը ավելի է մեծանում, մի ուրախություն մեզ։ Սկսում ենք ընդլայնել մեր տնտեսությունը եւ փեթակները ավելի շատացնելու ենք։ Մեղվանոցը նոր մեղվափեթակներով ու մեղվաընտանիքներով համալրելու համար Մարիամը կօգտվի պետաջակցությունից, որպեսզի մեր երկրում մեղվաբուծությունն ավելի ընդլայնվի զարգանա, բերքի ծավալն ավելանա, կառավարությունը 2024-ից պիլոտային ծրագիր սկսեց։ Ծախսերի փոխհատուցման բաղադրիչով քաջալերելով մեղվաբույծներին նոր ներդրումների գնալ, նոր մեղվաընտանիքներ ներգրավել, շահույթն ավելացնել։ Ծրագրով նախատեսված է մեկ մեղվափեթակի համար առավելագույնը 80,000 դրամ պետության կողմից, փոխհատուցումը իրականացվում 50%-ի չափով 40,000 դրամ, պարտադիր մեղվափեթակները պետք է լինեն նոր, մեղվաընտանիքները պետք է լինեն առողջ։ Մեր երկրում մեղվաբուծության ոլորտի զարգացման ներուժը մեծ է, մեղվաբույծների առաջ բացվող հեռանկարներն էլ գայթակղիչ, Հայաստանի բուսածաղկային գոտիականության բազմազանությունը, ալպիական շտեմարանները հնարավորություն են տալիս բարձրարժեք մեղր ստանալ, որի պահանջարկը մեծ է նաև արտերկրում։ Մեղվաբուծության գրավչություններից է նաև, որ բացի մեղրից հնարավոր է ստանալ նաև այլ թանկարժեք պրոդուկտներ՝ մայրակատ, ծաղկափոշի, մեղվի թույն։ Հայկական մեղրի համբավն ավելացնելու համար պետությունը աջակցում է նաև, որ մեղվաբույծներն իրենց արտադրանքը միջազգային ցուցահանդեսներում ներկայացնելու ավելի լայն հնարավորություններ ունենան։ Արտահանման գործընթացն էլ լինի անխրթին։
չունենք որևիցե մի խնդիր, որևիցե մի երկիր մեղր արտանելու ուղղությամբ։ Ճանապարհները բաց են, տնտեսվարողները կարող են սահմանված կարգով դիմել լիազոր մարմնին եւ ստանալ նշված երկիր մեղր արտանելու թույլտվություն։ Կախված տարվա բնակլիմայական պայմաններից արտադրում է շուրջ 3500-ից մինչև 4000 տոննա մեղր։ Բավականին նվազել է հանրապետություն մեղրի ներկրումը եւ դրայից զուգահեռաբար ավելացրել է հանրապետությունից մեղրի արտանման ծավալները։ Մեղվաբուծության աջակցության ծրագրով ակնկալվում է, որ մեկ նոր մեղվափեթակից ստացվող բերքի ծավալը զգալի կավելանա, հնարավոր է կրկնապատկվի։ Արտահանման ցուցանիշներն էլ կբարելավվեն։ Ծրագրից օգտվելու նախապայման է, որ թե մեղվափեթակ վաճառողը, թե ձեռք բերողն ունենան իրավաբանական անձի կարգավիճակ, մեկ շահառուն կարող է ծրագրով գնել նվազագույնը 10, առավելագույնը 50 մեղվափեթակ։ 100-ից ավել արդեն հայտ ենք ստացել, որոնցից շուրջ 70 տնտեսվարողներ ճանաչվել են որպես շահառուներ։ Այս պայդրությամբ արդեն իսկ ունենք 1500 մեղվափեթակ ձեռք բերելու հաստատված հայտ, գործընթացը շարունակական է։ Այս տարի արդեն Իմ մեղրի արտադրության ծավալներն ավելացնելով մեղվասեր բանասերը բացի օնլայն վաճառքից նաև սուպերմարկետներում կներկայանա։ Հեռանկարում արտահանման մասին է նաև մտածում։ Գերմանիայում, Դուբայում ցուցահանդեսների է մասնակցել, իրենց բազմածաղկային համտեսողներից դրական արձագանքներ միայն հավաքել։ Խնդիրը մինչև այս քիչ քանակներ բերքի, որպիսի արտահանի առաջիկա տարիներին կձգտի, առաջարկը պահանջարկին մոտեցնի։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM.gov էջում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։